Երբ որ ծնողները անհայտ կորածների բարեկամները ժամանակին ճանապարհ էին փակել, ես եմ եղել այն մարդը, որ իջել եմ, անկախ նրանից իրանք իմ անունը չեն տվել, մի քիչ կողմ կանգնեք, քնարի ինձ տեսնի։ Անկախ նրանից, որ իրանք իմ անունը չեն տվել, ես գնացել եմ, խնդրել եմ իրանք ճանապարհը բացել են։ Դրանից հետո ես 2 լսում եմ կազմակերպել եւ 6 ժամ մոտավորապես այդ լսումները տևել են։ Ներկա են եղել ՀԿ-ների ներկայացուցիչներ, լրագրողներ, ընդդիմադիր падգամավորներ։ Ես իրենցից ոմանց հետ հեռախոսակապի մեջ եմ։ Իմ գրասենյակը իրենցից ոմանց նաև աջակցում է եւ խոսում է իրանց հետ եւ խոսացել է։ Ես չեմ իմացել, որ այդտեղ մարդ ա եղել հավաքված, երբ որ մոտեցել եմ, այո, իմ բանը կարելի վերջացնեմ։ Դու ուզում ես իմ հետ վիճես, թե ուզում ես ես քո հարցին պայ։ Եթե եւս մեկ անգամ սուտով ստում ես դու, ես կընդհատեմ հիմա հարցազրույցը։ Ես դրա մասին իմացել եմ, երբ որ մոտեցել եմ արդեն եւ ոստիկաններին տեսել եմ, հարցրել եմ իմ անվտանգության աշխատակիցներին, բա ինչի է, որտեվ նիստերը ավարտվել էր։ Հարցրել եմ, ասել եմ, բա իսկ ինչի են մարդիկ հավաքված, եւ վերջի վերջո քո ասացի խնդրումը կայանում է նրանում, որ ես ընդհանուր չեմ ունեցել այդ մարդկանց հետ։ Ես ընդհանուր եմ ունեցել, ինձ մոտեցել է կուսակցական, մոտեցել է մեկ այլ կուսակցական եւ սեռական բնույթի հայհոյանքներ ա տվել։ Այդ մարդկանց եւ այդ կուսակցականներին մի նույնացրու եւ պնդի, որ ես դրա մասին իմացել եմ։ Միգուցե կարող է ենթադրել, կարող է մտածել, որ կա, բայց այն մարդիկ, ում հետ որ այդ դեպքը եղել է, դրանք որևիցե կապ չունեն ձեր ասած մարդկանց հետ։